Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայացք Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Վանաձայնի բարեկամ կառույցում, Գրականության վարվեստի թանգարանում։ Մենք պարբերաբար անդրադառնում ենք թանգարանի գործունեությանը, մասնաճյուղերի գործունեությանը, իսկ այսօր շատ կարևոր ու գեղեցիկ առիթ ունենք, պետք է ներկայացնենք Ավետիք Իսահակյանի «Իմ սեր Ավետիք» նամականու շնորհանդեսին, պետք է անդրադառնանք։ Ներկայացնելու ենք այս գեղեցիկ ժողովածուն, իսկ իմ զրուցակիցն է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ դարձյալ առիթ ունենք անդրադառնալու Գրականության վարվեստի թանգարանի գործունեությանը եւ մեր ձեռքին է այսօր այս գեղեցիկ ժողովածուն, ցույց տանք մեր հեռուստադիտողներին, Վանաձայնի մեր հանդիսատեսին եւ ներկայացնենք, թե ինչ է այստեղ ներառված։ Գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի 150-ամյակին, այն տպագրվել է Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության աջակցությամբ 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Գիրքը ներառում է Իսահակյանի նամակներն իր կյանքում շատ թանկ ու մեծ դեր արժեք ունեցող կանանց, եւ ինչն է գրքի յուրահատկությունը, որ այստեղ հրատարակվել են նաեւ այս կանանց պատասխան նամակները։ Հետաքրքիր է, այստեղ մենք խախտում ենք մի չգրված օրենք, բոլորիս հայտնի փաստ է, որ անձնական նամակները չեն կարդում, չի կարելի ուրիշի նամակները կարդալ, բայց սա այն դեպքերից է, որ մենք պիտի կարդանք վարպետի նամակները, որովհետև սա ոչ միայն գրական հավաքածու է, ոչ միայն գիրք է, այլև սիրո այբենարան է, սրա միջոցով կարելի է տեսնել, կարելի է սովորել, թե ինչպես սիրել։ Իսահակյանի թորան, պարոն Ավիկ Իսահակյանի իհարկե թույլտվությամբ ու համաձայնությամբ են հրատարակվել այստեղ նաև առաջին անգամ անտիպ նամակներ, կանանց պատասխաններ, որոնք երբևէ հանրությանը ներկայացված չէին, ոմանք Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից են, ոմանք հենց ժառանգների անհատական անձնական հավաքածուներից են։ Եվ գրքի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ կարելի է հանդիպել հենց Ավետիք Իսահակյանի ձեռագրին, գիրքն ունի գաղտնի գրպանիկ, որտեղ դրված են նրա նամակների ինքնագրերը, իհարկե պատճենները։ Ամենավերջում է գրքի տեղ գտել, ահա։ Այս պահին ես պետք է մեջբերեմ Սոֆյա Իսահակյանին գրված բանաստեղծություններից մեկը, քանի որ Սոֆյա Իսահակյանին կնոջը, Ավետիք Իսահակյանի կնոջը գրված նամակները շատ կենցաղային բնույթ ունեն, իսկ նամակները, որոնք հատկապես այստեղ տեղ գտած նամակները լրացվում են նաև բանաստեղծությամբ, իսկ բանաստեղծություններից մեկը գրվել է հենց մահվան նախօրյակին, Իսահակյանի մահվան նախօրյակին, հիմա ուզում եմ ընթերցել այդ բանաստեղծություններից մեկը նվիրված Սոֆյային։ Խաղաղ լուր գիշերը, ես ու դու մի հոգի, ծառերի տակ նստել ենք մութն ու անդոր գիշերը, ախ դու ինչպես այն վառ աստղը, լույս ես տալիս գիշերը տխուր հոգուս, մռայլ հոգուս, լույս ես տալիս մի լույս, ո եղիր միշտ այն աստղի պես, մաքուր և սուրբ և անմատչելի։ Հետաքրքիր է, որ Սոֆյային գրված նամակները կենցաղային բնույթ ունեն, սակայն բանաստեղծություններն իսկապես շքեղ են, իսահակյանական են։ Այո, եւ սա բնական է, քանի որ Սոֆյան Ավետիք Իսահակյանի կինն էր եւ նրանք կենցաղ էին կիսում եւ նամակների մեծամասնությունը վերաբերում էր իրենց առօրյային ու հատկապես որդուն։ Շատ ջերմ է խոսում, շատ ջերմ բարևներ է ուղարկում, շատ հուզառատ նամակներ կան, երբ իր ճամփորդություններից, ճամփորդած երկրներից գրում էր իր կնոջը եւ գրում էր, որ կուզեր այդ տեսարանը կիսել կնոջ հետ եւ ջերմ բարևներ ու համբույրներ է անպայմանորեն ամեն անգամ փոխանցում որդուն Վիգենին։ Մենք այս պահին պետք է հատված դիտենք շնորհանդեսից, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մենք անդրադառնում ենք ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած շնորհանդեսին «Իմ սեր Ավետիք» գրքին, որն այս պահին մեր ձեռքին է, հրատարակվել է Գրականության և արվեստի թանգարանի կողմից, հատված այն բեմականացված ներկայացումից, որը օրեր առաջ ցուցադրվեց Գրականության արվեստի թանգարանի նախաձեռնությամբ, խնդրեմ։ Մինուս։ Ով եղիր միշտ այն աստղի պես մաքուր և սուրբ և անմատչելի։ Եվ այնուհետև մեր կյանքի ծառից թափվում են մեկ-մեկ մեր տենչերը։
անցնում են հանդարտ ձեր սերը ծաղկալից և համբույրների գարունը պայծար։ Ինձ սիրեի որպես կլինեի վերած, անունս կհնչեր քեզ, հեռավոր մի ուժ, ինձ տեսնեի երազներիդ մեջ դալուկ ու տուխուր, ու կանչեի, բայց գնայի ինչպես ուռու հեռու, երբ լսեիր իմ երգը սրտիցս բխած, թախծեիր, լացեիր սերդ մեռած։ Զարմանում թե ինչու չես պատասխանում նամակիս։ Սիրելի ավետի, Ախտագես, դեկտեմբերի 31-ին նամակ գրեցի քեզ։ Եվ բժիշկին շնորհավորելով նոր տարի։ Արդյոք բոյկոտ եք արել։ Չես սպասում նամակ գրեցի։ Մեկ-մեկ եմ մտածում, թե ինքս մի դժվարություն է պատահել։ Կամ մի վարություն։ Կամ Նորից ինչ վերևակ հազարում եմ Եվ ապի։ արտարում հացրդի մեջ Գերիվ սիրելիս։ մի գրդի ավելի գիսում Ինչու չես պատասխանում։ Ես ինչի չես մտնում։ Մեպս սխոր եմ, որ ասես թե սրտիս վեր չես շում գորկ։ Վերջի վերջ։ Վերջի վերջ։ Նամակներ չունենք։ Ոչ, Ուրեմն սա փոխանցիր հարբերին Նամակներ։ Էի տղա մոտ է Նամակներ։ Եվ ասա որ ինձ նամակներ Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում եւ այսօր մենք անդրադառնում ենք Ավետիք Իսահակյանին ու իսահակյանական նամակներին, այն նամակներին, որոնք գրվել են Ավետիք Իսահակյանին, գրվել են նրա կողմից եւ այսօր այն ամբողջացել է մեկ ժողովածուի մեջ։ Շնորհանդեսը տեղի ունեցավ 3 վայրերում, ներկայացնենք որտեղ ինչ եղավ։ Այո, շնորհանդեսը նախատեսված էր եւ իրականացավ 3 վայրերում՝ գրականության եւ արվեստի թանգարանում եւ վերջինիս մասնաճյուղ էր հանդիսացող Պերճ Պրոշյանի տուն-թանգարանում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Կարծում եմ բավականին տպավորիչ ու հետաքրքիր միջոցառումներ իրականացան, որի շրջանակում բեմականացված ընթերցումներ, երաժշտական հատված, որտեղ հնչեցին, որի շրջանակում հնչեցին Իսահակյանի խոսքերով գրված տարատեսակ երգեր, իհարկե ընթերցումներ, ելույթներ, մի փոքր ստանդարտից դուրս նաև շնորհանդեսներ էին սրանք, գրականության եւ արվեստի թանգարանում նաև հետաքրքիր ցուցադրություն էր կազմակերպվել, որտեղ կարելի էր գրքում զետեղված նամակների բնօրինակները տեսնել, ինչպես նաև
օթում կախված էին, սավառնում էին եթերային մագաղաթյա թղթի վրա տպագրված բարձր թափանցիկություն ունեցող լուսանկարներ, որ թերևս ժամանակավոր ցուցադրության կարծում եմ ամենահետաքրքիր հատվածներից էր, Իսահակյանի սիրելի կանանց լուսանկարներն էին եւ նրա լուսանկարները այս կանանց հետ։ Իսկապես հետաքրքիր է եւ քանի որ մենք խոսում ենք այսօր Իսահակյանի նամականից, անպայման ուզում եմ մեջ բերել Շուշանիկ Մատակյանին գրված նամակ Ավետիք Իսահակյանի հատված ընդհանրապես նորից վեր եմ առնում գրիչս թաթախում եմ հիվանդ արյունոտված սրտիս մեջ եւ գրում եմ քեզ Շուշանիկ մի քանի տող գրում եմ ես Ավետիք Իսահակյանս ինչու եմ գրում ինչ ես ստիպում ինձ գրել սիրել ես քեզ չեմ սիրում ատել ես քեզ չեմ հատում Բայց դու իմ հոգում կաս որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար։ Ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար անգամ սպանել, նորից սպանել։ Կենթանացնել, նորից սպանել, հավիտյան ապրել եւ քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել։ Ամբողջ էությունս բարի է։ Սա Իսահակյանն է եւ ինչ եք կարծում։ Այս դաժանությունը, որ զգացվում է նամակում, սա տվյալ պահին էր բնորոշ, թե Իսահակյանը հենց ուներ այդ դաժանությունն իր նամակներում, եթե իրեն իհարկե հասցրել էին այդ վիճակին։ Գիտեք, անձնական նամակագրության մեջ երբեմն օտար ընթերցողին թվացող ամենադաժան բառերը կարող են ամփոփել այնքան ջերմություն, այնքան սեր, հումոր, հիշողություն, ծածկագրեր, թաքնված գաղտնագրեր, այնպես որ համակարծիք չեմ, թույլ տվեք չհամաձայնել, որ սրա այս տողերի տակ դաժանություն է թաքնված, հակառակը ես այս տողերի տակ այնքան կիրք եմ տեսնում, այնքան սեր ու ջերմություն եմ տեսնում, այնքան արգելված պտղի քաղցրություն եմ տեսնում եւ հենց դրանում է կարծում եմ այս գրքի բացառիկությունը, յուրահատկությունը, որ յուրաքանչյուր ընթերցող յուրովի է հանդիպում Իսահակյանին այս գրքի էջերում Այստեղ կարելի է տեսնել սիրող Իսահակյանին, այստեղ կարելի է տեսնել ատող Իսահակյանին, կարելի է տեսնել տառապող Իսահակյանին, կարելի է տեսնել Իսահակյանի հոգին, ինչպես էր նա սիրում, ինչպես էր ջերմանում, ինչպես էր ջերմացնում։ Իսկապես հրաշալի է եւ նաեւ գիրքը տպագրվել է գրքի տպագրությանը մասնակցել է Ավետիք Իսահակյանը, Ավետիք Իսահակյանի թոռը Ավիկ Իսահակյանը, գիրքը հրատարակվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ, նվիրվում է Իսահակյանի 150-ամյակին, երևի ոչինչ չմոռացանք։ Ես կուզեի նշել նաեւ գրքի կազմողի անունը Լաուրա Վիրաբյանի, ով գրականության եւ արվեստի թանգարանի գրական բաժնի գիտաշխատողներից է եւ ով ամբողջությամբ վերծանել է ինքնագրերը, ձեռագրերը, իսկ կանանց ձեռագրերից նամակներից կային որոշ նամակներ, որոնք պարզապես երկար տարիներ համարվել են անընթեռնելի եւ գիտաշխատողն իսկապես հսկայածավալ աշխատանք իրականացրեց այս ամբողջի վերծանության, ծանոթագրությունների եւ ամբողջ գիտական աշխատանքի համակարգման հարցում Եվ իհարկե թե սրբագրողը, թե խմբագրողը, թե հրատարակիչը, թե տպարանը, այս բոլորը մեր կողքին էին, ինչի համար ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել բոլորիս, որովհետեւ այս գրքի ծնունդը թերևս իսկապես տոնախմբություն է։ Իսկապես եւ կարեւոր է, որ ամանորին ընթരാճ այս գեղեցիկ նվերը եղավ ընթերցասեր հանրությանը, հավաքվեց այս գեղեցիկ ժողովածուն եւ հասանելի է այլևս բոլորին։ Շնորհակալություն, անչափ ուրախ եմ, որ այսօր եղավ այս առիթը անդրադառնալու Ավետիք Իսահակյանի նամականուն, որը հրատարակվել է Գրականության եւ Արվեստի թանգարանի կողմից Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ եւ շատ լավ առիթ էր Իսահակյանի ծննդյան առթիվ մեկտեղել այս ամբողջ նամականին Բարեկամներ հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Վանաձայնի բարեկամ կառույցում, այսօրվա մեր հանդիպման առիթը Իսահակյանի իմ սեր Ավետիք նամականու այս ժողովածուի շնորհանդեսն էր։ Իմ զրուցակիցը Գրականության եւ Արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն էր։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ շորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։
Show